Լոռու մարզի Լերմոնտովո համայնքն իր առջև ծառացած մի շարք խնդիրներ ունի։ Դրանք համայնքի բնակիչները որոշել էին ներկայացնել իրենց ընտրատարածքի պատգամավոր Կարեն Սարիբեկյանին, հստակ համոզմամբ, որ եթե ոչ բոլորն, ապա որոշ մասը գոնե լուծում կստանան։ Պատգամավորի հետ հանդիպման սկզբում գյուղի կանայք նախ երախտիկի խոսքեր հղեցին Կարեն Սարիբեկյանին, այս անգամ եւս կանանց տոնին իրենց չանտեսելու համար, ապա եւ բարձրացվեցին հուզող հարցերը։ Դրանցից գլխավորը վերաբերում էր 142 աշակերտ ունեցող դպրոցի թիթեղապատ կաթսայատան բարեկարգման խնդրին, որի համար ստացան պատգամավորի աջակցության խոստումը։ Կարեն Սարիբեկյանը խոստացավ նաև լուծել դասասենյակների եւ ուսուցչանոցի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցը։ Ես կարող եմ ասել, որ պարբերաբար Կարեն Սարիբեկյանը չի մոռանում մեզ, հենց թեկուզ այն հարցը, որ մարտի 8-ին կանած միջազգային օրվա առթիվ իմ կարծիքով արդեն 5-րդ տարին է, որ նվերներ է եւ այցելել է դպրոց, առանձին տեղերել ենք հանդիպել, խոսացել խնդիրներից ու հույս ունեմ, որ այսօր նշված հարցերի մասին, որ մենք խոսացինք, ինձ թվում է պարոն Սարիբեկյանը իր խոստումը կկատարի։ Լերմոնտովոյի բնակիչները մտահոգված էին նաև Գյուղամիջյան ճանապարհի բարեկարգմամբ, որի համար պատրաստ են համայնքի կողմից կատարել 15 միլիոն դրամի ներդրում։ Հանդիպմանը ներկա էր Անտարաշեն համայնքի ղեկավար Վլադիմիր Ասլանյանը, ով չափազանց կարևորեց իրենց գյուղի թվով 27 դպրոցականների համար տրանսպորտային միջոցի տրամադրման հարցը, որոնք հաճախում են Լերմոնտովոյի դպրոց։ Վերջինս խոսեց նաև շուրջ 2 կիլոմետր փտած ջրագիծը նորով փոխարինելու մասին, ինչից կախված է երկու գյուղերի ջրամատակարարումը։ Պատգամավորը եղավ Մարգահովիտ համայնքում եւս, որտեղ չափազանց հաճախ կատարած այցերի հետևանքով գլոբալ խնդիրներ գրեթե չկան։ Միակ հարցը դպրոցի մարզադահլիճի հատակի վերանորոգումն էր, ինչը եւ Կարեն Սարիբեկյանը խոստացավ կյանքի կոչել։ Այս հանդիպումները լոկ պայմանավորված չեն, ասենք, տպավորություն ստեղծելու համար, այլ պատգամավորը մտահոգված է իր տարածքի խնդիրներով եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո թեկուզ 1 կամ 2 հարցի դրական լուծում տալու դեպքում մենք բավարարված ենք։ Հաջորդ կանգառը Շահումյանն էր, ուր առկա էին դպրոցի մարզադահլիճի ջեռուցման, յուրաքանչյուր գարնան ձնհալի հետևանքով առաջացող հեղեղների եւ մի շարք այլ հարցեր։ Երեք գյուղատնտեսության զարգացման ծրագրի հիման վրա աշխատանքներ կատարվել, մարդիկ գրել, բավականին չափով տարբեր աշխատանքներ կատարելիս տարբեր քանակի, տարբեր տոկոսային հարաբերությամբ մեր կողմից ներդրում է կատարվել, որի մեջ կատարվելու է։ Հիմա ծրագիրը նոր է վերցնում։ Սակայն տեխնիկայի հարցով մեզ առաջարկում են լիզինգային կարգով 60% մենք ներդրում անենք տեխնիկա ձեռքբերելու, 40% իրանք են ներդրում անում։ Եթե հաշվարկ կատարվում է այդ ձևով, այդ 40%-ը ուղղակի իրենք տալիս են բանկի վարկի տոկոսադրի։ Գյուղատնտեսությանը վերաբերող հարցերը շահումյանցիները ցանկություն հայտնեցին ուղղելու հենց նախարարության ներկայացուցչին։ Համայնքում նախատեսվում է նաև եկեղեցաշինություն, որի կառուցմանը պատգամավորը խոստացավ օգնել պայմանով, որ գյուղի տղամարդիկ ֆիզիկապես կաջակցեն շինարարական աշխատանքներին։ Վերջին այցելությունը Սարիբեկյանը կատարեց Գուգարք համայնք, ուր մտահոգիչ հարցեր բարձրացնելու փոխարեն գյուղացիները վերջինիս դիմեցին շնորհակալական խոսքերով։ Պարոն Սարիբեկյանի շնորհիվ 65 աշակերտական սեղան 130 աթոռ վերանորոգվեց, ու մեր երեխաները այսօր նստած են այդ գեղեցիկ սեղանաթոռների առաջ ու ստանում են իրենց ուսումը։ Դուք որպես մարդ եւ բարի եք, եւ ջանացավ եք, եւ բարեգործ եք, ինձ կներեք, բայց դա ձեր մարդկային տեսակն է, որը ցավոք անհետանում է։ Այնուամենայնիվ Գուգարքում անհանգստացնող հարցեր էլ կային, մասնավորապես կրթությանը վերաբերող։ Դպրոցներին կից աղանդավորական շինությունների կառուցմամբ մտահոգված ծնողներն առաջարկեցին պատգամավորին հարցը բարձրացնել կառավարության առջև։ Ի պատասխան Կարեն Սարիբեկյանը խոստացավ հաջորդ անգամ գյուղ այցելել անձամբ կրթության եւ գիտության նախարարի հետ։ Մարիամ Սահակյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։